կաթողիկոսի որոշմամբ ինչ որ քահանա կարող է, որևէ քահանա կարող է կարգալույծ արվել եւ դրանից հետո այդ քահանայի կողմից իրականացված ծեսը, մկրտությունը կարող է որակվել որպես պղծություն, դա անտրամաբանական է, դա անկարելի է նույնիսկ պատկերացնել։ Այսինքն մեկ օր առաջ, երբ նա իրականացնում էր, նորմալ էր, օքեյ էր, հաջորդ օրը դա արդեն պղծություն է։ Իսկ օրինակ աշակի մասնակցության տեսանյութերը նորմալ է, հա։ Պղծություն չկար այդտեղ։ Լավ, մի կողմ դնենք անձնական դաշտ, անձնական տարածք եւ այլն, դա հասկանում ենք, կարող ենք քննարկել, միգուցե նաեւ ասենք, որ դա ճիշտ չէր։ Բայց լավ, եղել են այդ տեսանյութերը, չէ՞, հրապարակվել են։ Կաթողիկոսը բան չունի ասելու դրա հետ կապված։ Այսինքն օրինակ դիվանապետի յուրաքանչյուր օր, որ նա դեռ աշխատանքի է, դա պղծություն չէ։ Դա բարոյական է, որ նա շարունակում է մնալ դիվանապետի իր կարգավիճակում։ Դա նորմալ է, որ նա օրինակ առժամանակ, գոնե առժամանակ, ասի դու գործերից հեռանում ես, մինչև հետաքննությունը պարզի։ Չէ, օրինակ սովորական դա երևույթ է, եթե ինչ-որ մի պաշտոնյա կամ նույնիսկ օրինակ Միացյալ Նահանգներում մենք տեսնում ենք, որևէ ոստիկանություն ինչ-որ մի միջադեպի մեջ է ներգրաված լինում, մինչև հետաքննության ավարտը նա առժամանակ գործից հեռացվում է։ Այստեղ իրենք բան չունեն ասելու։ Ես չեմ կարծում, որ Տեր Արամի ծեսերը պղծություն են, նամանավանդ որ այն մարդիկ եւ մենք տեսնում ենք, լսում ենք, դիտում ենք այդ տեսանյութերը, իրենց հարցնում են, իրենք մասնակցում են, իրենք հոժարական մասնակցում են, իրենք տեղյակ են ամեն ինչից, հա, իրազեկված են, բայց իրենք շարունակում են այցելել այդ եկեղեցին եւ խնդրել Տեր Արամին, որպեսզի նա օրհնի, մկրտի, ծես իրականացնի